Աստված օրհնի ձեզ, նստեք։ Ժողովուրդ ջան, այսօր Աստված էլի ողորմած գտնվեց, էլի ես եմ այստեղ կանգնած։ Ողջունում եմ ձեզ, սրտանց, բոլորիդ։ Շատ լավ եք արել, որ այսօրը տրամադրել եք Աստծուն, եկել։ Այսօր խոսելու եմ մի շատ կարևոր թեմայի մասին։ Աղոթքի մասին։ Այդպես էլ վերնագրել եմ, աղոթքի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ աղոթքը քրիստոնյայի կյանքի սիրտն է, իմաստն է։ Առանց աղոթքի հավատքը մի տեսակ դառնում է տեսություն, թեորիա։ Եթե չկա այն կենդանի շփումը մեր Աստծու հետ։ Մենք գիտենք, որ Հիսուս իր ամեն օրը սկսեց աղոթքով, ավարտեց աղոթքով։ Հիսուս աղոթեց իր մկրտության ժամանակ։ Հիսուս աղոթեց աշակերտների ընտրության ժամանակ։ Հիսուս աղոթեց Գեթսեմանի այգում։ Հիսուս աղոթեց խաչի վրա։ Մենք սրա մասին մանրամասը կխոսենք, բայց մինչև խոսել աղոթքի մասին, ուզում եմ խոսենք ինչը աղոթք չի։ Մենք հասկանանք ինչը աղոթք չի, որովհետև այսօր մարդկանց մեջ շատ սենց կարծրացած բաներ կա, որ ես իմ ձևով, իմ հասկացածով, իմ իմացածով աղոթում եմ, ես իմ Տիրոջ հետ խոսում եմ, բայց հասկանանք Աստվածաշունչը ինչ է ասում։ Ժողովուրդ ջան, աղոթք չի այն առանց հավատքի։ Առանց հավատքի չկա, ուղղակի աղոթք չկա։ Դա աղոթք չի, դրանք զուտ բառեր են իրար հետևից շարված։ Չկա, դրան ասել աղոթք չի կարելի։ Մատթեոս 21-22-ն ասում է. Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք։ Այսինքն այն ինչ հավատքով չխնդրենք, զուր բան է, զուր խոսքեր են։ Ժողովուրդ ջան, աղոթք չի, եթե այն կրում է ձևական, այսպես պետքի համար, եթե մեջը չկա սիրտ ու հոգի, իրական աղոթք չի դա։ Մատթեոս 6:7-ը, երբ աղոթեք մի շատ խոսեք, ինչպես հեթանոսները, որոնք կարծում են, թե իրեն շատ խոսելու համար պիտի լսվեն։ Ժողովուրդ ջան, որ մեջ սիրուն բառերից է, ոչ երկար խոսելուց է, աղոթքը դա չի, աղոթքը սրտի դիրք է, կյանք է, դա վիճակ է սրտի։ Աղոթք չի, եթե այն գալիս է հպարտությունից։ Մենք գիտենք, չէ՞, մեր գոր եղբայրը հպարտության մասին այն հատվածը Ղուկասի ավետարանի բերեց, շատ մանրամասը ամեն բառ ասեց։ Ես էլ եմ այդ համարը վերցրել, որտեղ այստեղ այնքան բան կա մեզ սովորելու համար, որ անգիր Աստվածաշունչը իմանաս, ասես առանց հավատքի ու հնազանդության, զրո է, կանցնի մի ճիչը, որ այն մաքսավորը արեց, Տեր ողորմյա ինձ մեղավորիս։ Ու հենց նա էլ արդարացվեց Աստծու առաջ։ Իսկ ինչ է ասում Առակաց 15:29-ը։ Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։ Հակոբոս 5:16-ը։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Արթորի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Հովհաննես 9:31։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն Աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Ժողովուրդ ջան, աղոթք չի այն, եթե ուղղված չի Աստծուն։ Հիմա կասեք ո՞նց։ Այո, եթե այսօր մենք չենք ձգտում ճանաչել Աստվածաշունչի Աստծուն, եթե մարդը ընդհանրապես չի կարդացել Աստվածաշունչը, նա ուրեմն իր մտքի մեջ կերտելու է այդ Աստծուն։ Իր պատկերացմամբ, իր հասկացողությամբ, իր իմացածով, իր չիմացածով, ինքը սարքելու է մի կերպար եւ աղոթելու է դրան։ Որտեւ եթե Աստվածաշունչի Աստծուն չես ճանաչում, չես ձգտում ճանաչել, չես ձգտում նրա կամքը կատարել, ուրեմն դու քո համար ստեղծել ես կուրք եւ աղոթում ես նրան։ Ելից 20-րդ գլխում է գրած, չէ՞ մի ունեցեք ուրիշ աստվածներ իմ առաջ։
Դե Աստված գիտեր մենք ինչ պիտի անենք, զգուշացնում է, որ այս պահին զգուշ եղեք, այս պահը։ Ժողովուրդ ջան, աղոթք չի, եթե այն չար մտքով է։ Ես ավելին ասեմ, ոչ թե միայն աղոթք չի, այլ մեղք է։ Աղոթել ինչ որ մեկին վնասելու, վրեժխնդիր լինելու, ինչ որ վատ բան ցանկանալու։ Մեր Տերն ասեց, չէ, Մատթեոս 5:44-ում. Սիրեցեք դեր թշնամիներին եւ աղոթեցեք նրանց համար։ Այսինքն մենք ոնց կարող աղոթքի մեջ ինչ որ մեկին չար բան ցանկանանք։ Իմացեք, սա ոչ թե միայն աղոթք չի, այլ նաեւ մեղք է։ Ժողովուրդ ջան, աղոթք չի, եթե մարդը չի ցանկանում փոխվել։ Քրիստոնյայի նպատակը ո՞րն է։ Երկեցինք, չէ՞, նմանվել Հիսուսին։ Մեր նպատակը դա է։ Բայց եթե մենք չենք գնում աղոթքի, կանգնում, ծնկում, չգիտեմ, խնդրում Տեր, ների մեր մեղքերը, տուր մեզ ուժ, որ մենք մեղքից ազատվենք։ Ամեն մեղքից ազատվելով մենք դառնում ենք ուրիշ մարդ, մենք փոխվում ենք։ Ու ես շատ անգամ լսել եմ, մարդիկ աղոթում են, կինս փոխվի, հարևանս փոխվի, զոքանչի փոխվելու համարով է, եղբայրներ աղոթե, զոքանչս փոխվի, իմ հետ սաղ կարգին է, ինձ փոխվելու կարիք չունեմ, իմ հետ սաղ ամեն ինչ կարգին է։ Ժողովուրդ ջան, եթե աղոթքի մեջ մենք չենք ծնկում, Տիրոջից ներողություն խնդրում ասում, Տեր, տուր այն ուժն ու զորությունը, որ կարողանանք հաղթահարենք յուրաքանչյուր մեղք։ Ես կրկնում եմ, յուրաքանչյուր մեղք։ Ուրեմն ինչի համար ենք աղոթում։ Աղոթք չի, եթե մենք պահանջում ենք։ Պիտի տաս, ասել ես։ Սա աղոթք չի, ժողովուրդ ջան, աղոթքը միայն աղաչանք ու խնդրանք Տիրոջից։ Տիրոջ կամքն է, մեր Տերն է, կուզի կանի, կուզի կտա, կուզի չի տա, մենք պիտի միայն խնդրենք։ Ու սա Հիսուս ցույց տվեց, չէ՞, Գեթսեմանի պարտեզում թող լինի ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Այն ինչ որ մենք խնդրում ենք, այն ինչ որ մենք ուզում ենք, իմացեք, որ Աստված տա թե չտա, կատարվեց մեր աղոթքի պատասխանը։ Աստված տվեց մեզ այն չտալով, այն ինչ որ մենք խնդրում ենք։ Որտեղ ամեն անգամ չի, որ մենք ինչ որ ուզում ենք, մեր համար դա բարին է լինելու։ Հիմա եկեք խոսանք ինչ է աղոթքը, ժողովուրդ ջան, եկա հասա այդ տեղը, որ խոսենք ինչ է աղոթքը։ Աղոթքը դա հավատացյալի շփումն է կենթանի Աստծո հետ։ Ոչ թե պարզապես խոսք է, այլ ինչպես ասացի, սրտի վիճակ, ապրելակերպ, որ լինես միշտ Աստծո ներկայության մեջ։ Երբ ստեղծվածը հանդիպում է ստեղծողին, մահկանացուն անմահի, ժամանակավորը Հավիտյանի, երբ այդ հանդիպումը տեղի է ունենում, դա էլ աղոթք է տեղի ունենում։ Սրան ասում ենք աղոթք։ Սաղմոս 62:8 ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա դրեք, ով ժողովուրդներ, ձեր սրտերը բացեք նրա առաջ, Աստված մեր ապավենն է։ Յուրաքանչյուր աղոթքի ժամանակ մենք մեր սիրտը պիտի բացենք, որովհետև աղոթքի ժամանակ մենախոսություն չի, այլ երկխոսություն է։ Եթե մենք մեր սիրտը չբացենք, գանք ասենք, լավ ընդ սերիալն է, սկսում ընդ կինոն է, սկսում ընդ գործ կա վրազի համար, գանք պարտք տանք, գնանք, այտենց չի, դա աղոթք չի։ Աղոթքի մեջ երկխոսություն է, պիտի լսել, դրա համար պիտի պատրաստ լինենք դրան լսելու։ Աղոթքները ունեն մի քանի տեսակներ, ժողովուրդ ջան։ Փառաբանության աղոթքներ ենք անում, շատ լավ փառաբանում ենք։ Շնորհակալական աղոթքներ, խոստովանական աղոթքներ, ապաշխարության աղոթքներ։ Խնդրում ենք մեր եղբայրներին, հովիվին մեր համար աղոթեն, միջնորդության աղոթք։ Հիսուսին ենք խնդրում միջնորդության համար։ Աղոթքները լինում են անհատական եւ խմբային։ Կարող ենք անհատական մենք ինքներս աղոթել կամ եկեղեցով աղոթել։ Աղոթքը կենթանի հարաբերություններ է։ Երբեմն խոսքով, երբեմն խոսում ենք, երբեմն լռում ենք, երբեմն ծնկած, երբեմն պարկած։ Կարևոր չի այդ դիրքը։ Աստված մեր սրտի խոսքերն է լսում, մեր ներսն է տեսնում։ Ու կարևորն է թե մենք ինչ սրտով ենք, ինչ ենք ասում Աստծուն։
Աստվածաշնչում Հիսուս մեզ սովորեցրեց չէ աղոթել։ Մատթեոս 6:6-ում։ Երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, դուռը փակիր եւ աղոթիր քո հորը, որ տեսնում է գաղտնի եւ նա կհատուցի քեզ բացահայտ։ Ուրեմն այստեղ աստվածաբանները շատ կարծիքների են, բայց հիմնական կարծիքը նա է, որ այստեղ խոսքը գնում է հոգու դռների մասին։ Անձամբ իմ կարծիքն է, որ այստեղ համ ֆիզիկական դռան մասին է, համ հոգևոր դռան մասին է։ Եթե ուզում ես առանձնանաս Աստծու հետ, գնում ես քո սենյակ, դուռը փակում ես, ես այտենց եմ անում։ Բանալիով էլ փակում եմ, թե չգալու են մեկը գալու է։ Մի բան պետք է լինելու։ Փակում եմ աշխարհի դռները, իհարկե սա աղոթքի կատարելությունն է, երբ որ աղոթքի ժամանակ մեր հարցակումներ չլինի մեր մտքին։ Դու աղոթ ես կանում եք այդտեղում ես միտքդ գնաց, ես իմ որտեղ է։ Սա է հենց աղոթքի կատարյալ տեսակը, որ կարողանաս այդ քո հոգևոր դռները փակես ու լինես միայն Աստծու հետ քո աղոթքի ու հարաբերության մեջ։ Ժողովուրդ ջան, այն ասում եմ, ցենց գյուտեր պետք չի անել, էլի։ Սիրուն բառեր, երկար, չգիտեմ ինչեր անել, ուղղակի պարզ մեր բառերով, հասարակ, պարզ Աստված անմիջական ուզում է լսել են մեր հասարակ շփումը։ Պարզ մեր բառերով։ Ու շատ կարևոր է, որ մենք Աստվածաշնչից վերցնենք խոսքեր ու դնենք մեր աղոթքի մեջ։ Օրինակ, Սաղմոս 23-ը, չէ՞, միտեղ 22-ը մի թարգմանության մեջ, բայց կարևոր չի։ Բոլորս այս խոսքը գիտենք։ Տերն է իմ հովիվը։ Այսինքն քո աղոթքի մեջ կարելի է չէ մտցնել։ Տեր, դու ես իմ հովիվը, առաջնորդիր, խնդրում ու աղաչում եմ։ Դու ինձ առաջնորդիր։ Այսինքն Աստվածաշնչի խոսքը դարավ մեր կյանքում կենթանի։ Մենք հրճակեցինք մեր աղոթքի մեջ, մենք խնդրեցինք Աստծուն Աստվածաշնչի խոսքից։ Ժողովուրդ շատ կարևոր է։ Շատ կարևոր է աղոթել ուրիշների համար։ Ուրիշների համար ես նկատի չունեմ քույր եղբայր համար։ Սա անենց տենենց պիտի լինի։ Սրա մասին չի խոսքը։ Ուրիշներ ասելով այն Գորջան ավտոբանի այն մեկը, այն որ ես էլ հանդիպեցի մի քանի օր, այ իր համար աղոթել, այն աշխատանքի տեղը գոլեգայի համար աղոթել, այն որ քեզ հալածում է նրա համար աղոթել, այն որ առավոտ 6-ին գործի ես հետում ասում ես արայեսի էլի հելավ դեմս, այ իր համար աղոթել այն մարդկանց համար, ում, չգիտեմ, չես սիրում, քեզ հալածում են, քեզ նեղացնում են, քեզ վատ խոսք են ասել, այդ սիրտը պիտի ունենանք իրանց համար աղոթելու, ու Աստվածը շատ գնահատում է, սիրեցեք դեր թշնամիներինը և աղոթեցեք նրանց համար, այսի բոլորս գիտենք, ու անենց չի էլի, որ աղոթքից հետո, սենց մենք ասեցինք մերը, էսա պետք, ենա պետք, եսի մեկ, ենի ալ պենեն սաղ պետք է երկուս, այն երորդն էլ ասենք ու եթանք, էսի աղոտք չի, ժողովուրդ ջան, աղոտքից հետո, ես վստահ եմ, ես ասում եմ ձեզ, ես այդ փորձառությունը ունեցել եմ, աղոտքից հետո մի պա լռեք, մի պա սպասենք, այդ ժամանակ Աստված խոսելու, լռության մեջ, որ առանձնացել ես քո Աստծու հետ, աղոթել ես, խնդրել ես, դե լռիր մի պա, ժամանակ տուր Աստված խոսի քո հետ, խոսելու է։ Ժողովուրդ ջան, մենք պիտի անդադար աղոթենք։ Եվ եթե այստեղ մեկիդ հարցնի ասեի, ով ասում Աստծո ներկայությունը միշտ զգա, բոլորս, չէ՞։ Միշտ լինենք Աստծո ներկայության մեջ։ Այլ աղոթքը այն պահն է, որ մեզ պահում է միշտ Աստծո ներկայության մեջ։ Իզուր չի ասված, չէ՞, Թեսաղոնիկեցիների 5:17-ում անդադար աղոթեցեք։ Դեռ մի բան իմացել է, չէ՞, մեր Պողոս եղբայրը, որտեղ աղոթելիս ինքն էլ է զգացել Աստծուն, միշտ դրա համար անդադար աղոթենք, որ լինենք Աստծո ներկայության մեջ։ Աստծո խաղաղությունը կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Սա գրել է էլի մեր Պողոս եղբայրը Փիլիպպեցիների 4:7-ում։
Այսինքն աղոթքը պիտի լինի խաղաղության, հնազանդության ու սիրո մեջ։ Եթե այս խաղաղությունը եկավ քո մեջ, իմացի Աստված եկել է։ Ասա, խոսա, ինչ ունես ասա։ Կա չէ՞ սենց արտահայտություն, որ ասում են, օրինակ ես լսել եմ, որ ուզում ենք աղոթենք, բայց չգիտենք ոնց աղոթենք։ Ինչ ասենք, ոնց սկսենք, ոնց վերջացնենք, ինչ անենք։ Ժողովուրդ ջան, այն որ ասում եմ, ֆոկուս պետք չի անել։ Ուղղակի կամքի ուժ է պետք ունենալ։ Կամքի ուժ, որ ասես ես ամեն օր այս ժամին, այդ ժամը դու գիտես քո առօրյա ռեժիմը, քո առօրյա գնալ գալը։ Կոնկրետ այս ժամին ես պիտի գնամ առանձնանամ ու աղոթեմ։ Եթե երկար չենք կարում աղոթենք, հաճախակի աղոթենք, բայց շատ կարճ։ Մենք գիտենք, մեզ Աստվածաշունչը շատ օրինակներ է տալի, որ մի նախադասությունը անգամ կարող է մարդու կյանք փոխել, մարդուն ընդհանրապես փոխել։ Դրա համար չհիմնվենք այն երկար աղոթների վրա, եթե չի ստացվում երկար աղոթել, կարճ աղոթիր, հաճախ աղոթիր։ Ու շատ մեծ արդյունք ու շատ լավ է ազդում, եթե սկսում եք ընտանիքով աղոթել։ Եթե նստած եք սեղանի շուրջ կերակուրից առաջ, կերակուրից հետո կամ ընդհանրապես հավաքվել եք Աստծո մասին խոսելու, ընտանիքով աղոթել։ Մեկդ մեկի համար աղոթել։ Մեկդ մեկի խնդրի համար աղոթել։ Ու այստեղ ընտանիքում այդ աղոթքի կյանքը, այդ աղոթքի հոգին, սիրտը բոլոր ընտանիքի անդամների վրա կամանց շատ անգամներ այստեղից խոսացել ենք, որ միանգամից սպորտսմենը չի դառնում օլիմպիական չեմպիոն։ Այսինքն ժամանակ է անցնում, այսինքն պիտի վարժեցնենք թե հավատքի մեջ, թե աղոթքի մեջ, սրան ժամանակ է պետք։ Միանգամից մենք չենք կարա 3 անգամ Աստվածաշունչը կարդանք ու ասենք մենք всё, վերջ հասել ենք, մենք կարանք ամեն ինչ անենք, պիտի վարժեցնենք։ Մեկի մոտ մի քիչ արագ, մեկի մոտ մի քիչ դանդաղ, կարևոր չի, կարևորը մենք այդ ճանապարհի վրա ենք, որ մեզ վարժեցնենք աղոթքի կյանքին։ Ժողովուրդ ջան, աղոթքը ասենք դեղամիջոց չի։ Այն առումով դեղամիջոց է, բայց հիմա ինչ որ ասեմ կհասկանաք։ Մեթոդ չի, ձև չի, էլի, ասենք Ձմեր պապի չի, որ խնդրես, զարթնես, տենաս բերել են։ Այսինքն սա պիտի չդառնա սովորություն, որ աղոթքը միայն այն ձևն է, որ միայն պիտի ուզենք։ Աստծուն աղոթք անելը դա այնա, որ պիտի մենակ ուզենք։ Իսկ մտածել եք, որ աղոթքի ժամանակ մի բան տաք։ Տենց աղոթք արել եք։ Տեր, ուզում եմ քեզ իմ սիրտը տամ։ Տեր, ուզում եմ քեզ ինձ տամ։ Տեր, ուզում եմ այս մեղքից ազատվեմ, սրանից ազատվեմ, նրանից ազատվեմ։ Ասենց աղոթքներ էլի մեկ-մեկ անենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն Հիսուս Քրիստոսից վերցրել եմ մի քանի աղոթքներ, որ Հիսուս Քրիստոսը արել է։ Եկեք դրա մասին մի քիչ խոսենք։ Ուրեմն Ղուկասի ավետարանի 3:21-22-ը, երբ որ Հիսուս կանգնեց աղոթքի, երբ բոլոր ժողովուրդը մկրտվում էր, եւ Հիսուսն էլ մկրտվեց, ու աղոթում էր, երկինքը բացվեց։ Ես գիտեմ, մենք ունենք այստեղ քույրեր, եղբայրներ, որ երկինքները բացում են իրենց աղոթքով։ Փառք Աստծո դրա համար։ Ով որ էլ չի կարում, սովորեք։ Կստացվի։ Երկինքը բացվեց, երբ Սուրբ Հոգին իջավ նրա վրա, ինչպես աղավնի, եւ երկնքից մի ձայն լսվեց ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Ժողովուրդ ջան, ինչ եք կարծում, Հիսուս ընդհանրապես կարիք ուներ աղոթելու, մկրտվելու։ Այո, շատ անգամը օրինակ մեզ։ Շատ անգամը Հիսուս արեց այն, ինչ որ ցույց տվեց, որ մենք պիտի անենք։ Ու սա այն պահերից մեկն է, երբ որ ցույց է տալի, որ ես հավատացած եմ, որ յուրաքանչյուրիս աղոթքներով մենք երկինքներ ենք բացելու։ Եթե մենք հիմա չենք բացում, դա
չի նշանակում մենք չունենք այդ հնարավորությունը։ Աստված մեզ տվել է այդ ուժն ու զորությունը այդ երկինքները բացելու, այդ աղավնին, այդ Սուրբ Հոգին մեր վրա էլ իջնելու։ Մարկոս 1:35-ում առավոտյան դեռ լույսը չէր բացվի։ Նա վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի տեղ եւ այնտեղ աղոթում էր։ Ամեն առավոտ լույսը դեռ չբացված, առանձնանում էր ու աղոթում էր։ Այստեղ եղբայրներով զրուցելից մի հետաքրքիր միտք ծագեց, հիմա որ ասեմ հեղինակը կիմանա, ում մասին եմ խոսում։ Ուրեմն այսպես խոսում ենք աղոթքի մասին, մենք բոլորս գիտենք, չէ՞, ամեն ինչը որ այս աշխարհում տեղի է ունենում հոգևորում, նոր վերածվում ֆիզիկական աշխարհի։ Ու այստեղ այս պահը եղբայրն ասեց, դրա համար էլ Հիսուսը ամեն առավոտ գնում էր աղոթքի։ Այսինքն նա աղոթում էր այդ օրը ինչ պիտի ֆիզիկական աշխարհում կատարվի։ Դրա համար շատ կարևոր է մեր համար էլ օրը սկսել աղոթքով։ Այդ օրը հանձնել Աստծուն, որ Աստծո կամքը կատարվի մեր կյանքում, մեր գործողության մեջ ամբողջ օրը։ Բայց չմոռանանք նաև երեկոյան աղոթքը շնորհակալությամբ ու գոհությամբ։ Ղուկասի 6:12-13-ը Այն օրերին նա ելավ լեռը աղոթելու եւ ամբողջ գիշեր աղոթում էր Աստծուն։ Երբ եղավ առավոտ, նա կանչեց իր աշակերտներին եւ նրանցից ընտրեց 12-ին։ Ժողովուրդ, ես անկեղծ ասամ, վստահ եմ բոլորս երևի քանի անգամներ Աստվածաշունչը կարդացել ենք։ Բայց այս խոսքերը, որ ասենք այս նյութը պատրաստելուց կարդացի, մի տեսակ արա ինչքան դժվար որոշում պիտի կայացներ, ինչքան դժվար ընտրություն պիտի աներ, որ ամբողջ գիշեր աղոթեց, որ կարողանա գա 12-ին ընտրի։ Շատ անգամ մենք որոշումներ ենք կայացնում վայրկյանական, չէ՞։ Տեր դու իմ հետ ես։ Ու առաջ։ Այո, Տերը վայրկյանական էլ մեզ հետ է ամեն անգամ, բայց բաներ կա, որ շատ երկար պիտի աղոթվի, ամբողջ գիշեր պիտի աղոթվի։ Խնդիրներ կա, չէ, որ աղոթքով եւ ծոմապահությամբ պիտի արվի։ Այսինքն սա էլ է իմաստության, այն գիտության պիտի հասնել, որ կարողանաս տարբերել սա մի նախադասությունով է, թե ամբողջ գիշեր աղոթելով է, ամենակարևոր որոշումներ կայացնելուց հետո։ Մատթեոս 14:19 Վերցրեց 5 հացն ու 2 ձուկը, բարձրացրեց աչքերը դեպի երկինք, օրհնեց, կտրեց հացը եւ տվեց աշակերտներին, իսկ աշակերտները ժողովրդին։ Ժողովուրդ ջան, այստեղ լսեցիք Հայր Աստված, այս հացերը բազմացրու, շատացրու, 5000 հոգի ենք, անենց լնի ամեն մեկին գոնե մի հատ հասնի։ Տերս գոհացավ արդեն կարծես թե 5000 հոգին կշտացել էին։ Գոհացավ, ընդամենը Տեր, գոհանում եմ։ Վերջ, կտրեց ու տվեց։ Շատ անգամ պետքա հենց այդպես էլ աղոթենք։ Աղոթենք այնպես, ինչպես ստացել ենք։ Եթե իհարկե հավատում ենք։ Եթե Աստծո կամքին մեր աղոթքը համապատասխանեց ու մեր հավատքը տեղը եղավ, հավատացած եղեք, որ պիտի ստանանք։ Հովհաննեսի 11:41-42 Հիսուս բարձրացրեց իր աչքերը վեր եւ ասաց. Հայր, շնորհակալ եմ քեզ, որ լսեցիր ինձ։ Ես գիտեր, որ միշտ լսում ես ինձ, բայց ասացի այս, որպեսզի այստեղ կանգնած ժողովուրդը հավատա, թե դու ես ինձ ուղարկել։ Ժողովուրդ ջան, այո, այսպիսի աղոթքներ էլ ա լինում, որ Տերը աղոթեց, Տեր ցույց տուր բոլորին։ Ես գիտեմ, որ մեկը դու ինձ լսում ես ու կատարում ես։ Մահացած մարդուն ասեց, արի, ես կոմ արի։
բոլորը տեսնեն քո փառքը, որ դու լսում ես մեր աղոթքները։ Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ մենք էլ կարող ենք հասնել սրան։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մեզանից մեկը, եթե իրեն վարժեցնի աստվածապաշտության մեջ, աղոթքի կյանքի մեջ, ու ձգտենք ազատվել յուրաքանչյուր մեղքից, մեր աղոթքներն էլա Տերը լսելու, որովհետև մենք էլ ենք ժառանգներ, մենք էլ ենք զավակներ մեր Աստծուն, Աստված լսելու է մեր աղոթքները։ Ղուկասի 9:29, երբ նա աղոթում էր, նրա դեմքն այլակերպվեց և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։ Մի չասեք մեր հետ էլա տենց եղե։ Բայց կարա լինի, ժողովուրդ ջան, աղոթքը այն տեղն է, որ այո, պիտի մենք այլակերպվենք, պիտի այդ սպիտակ հագուստները հագնենք աղոթքի ժամանակ։ Նպատակը որն էր, մեղքերից ազատվել։ Եթե մենք այսենց համառ կերպով մինչև վերջ պայքարենք արյուն թափելու չափ մեր մեղքերի դեմ, ու գալու է մի օր, դա անենց չի, որ մենք նստում ենք ամեն օր աղոթում ենք, Տեր հիմա անենց արա այլակերպվենք, նենց արա չէ, դա Տերը իմանալու է ժամանակները, այլակերպվելու ենք, փոխվելու ենք։ Հավատացեք, յուրաքանչյուր մեղքից ազատվելը դա մեր այլակերպումն ու փոխումն է։ Փոխվելու ենք ամեն մեղքից ազատվելուց։ Փոքր թե մեծ։ Այո, աղոթքը հենց այդ տեղն է, այդ վայրն է, որ Աստծո փառքը երևա։ Ժողովուրդ ջան, Մատթեոս 19:13-ում մենք գիտենք, որ Հիսուս աղոթեց նաև երեխաների համար։ Օրհնության աղոթք արեց։ Ձեռքը դրեց երեխաների վրա եւ աղոթեց։ Այստեղ շատ մեկնաբանելու ասելու բան չկա։ Վերցնենք Հիսուսից օրինակ, մենք էլ կարողանանք երեխաներին ամեն հնարավորության դեպքում օրհնենք։ Մատթեոս 26:36-46-ը։ Եվ մի քիչ առաջանալով երեսնի վայր ընկավ։ Աղոթում էր ու ասում. Հայր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Կատարյալ հնազանդություն Աստծուն։ Իմանալով իրեն ինչ է սպասվում, իմանալով ինչի է գնում։ Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, Հիսուս կատարյալ մարդ էր նաև, այո, կատարյալ Աստված էր, բայց մարդել էր ու զգում էր ամբողջ այդ հատկությունները մարդկային ուներ, թե վախը, թե ցավը զգում էր, դրա համար խնդրեց Աստծուն, խնդրեց Տեր հեռու տար, այո, եկել եմ դա կատարելու համար, բայց թող ոչ թե իմ կամքը լինի, այլ թող քո կամքը լինի։ Այսինքն Տեր մի ուրիշ բան մտածի, էլի, ուրիշ ձև անենք, բայց ոնց կմտածես, ոնց կցանկանաս, թող քո կամքով էլ լինի։ Սա աղոթքի ամենաբարձր ձևը հնազանդությունը, ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ մոռանում ենք մեր անձնական աղոթքների մեջ ամենավերջում մի նախադասություն ավելացնել։ Տեր, թող քո կամքը լինի։ Ամեն անգամ չմոռանանք սա ասելուց, որովհետև նորից անգամ չկրկնվեմ, մենք շատ բաներ ենք խնդրում մեզ, որը եթե Աստված տա մեզ կվնասի։ Որովհետև մենք գիտենք, Տիրոջ կամքը ամենաբարին է ու կատարյալ, յուրաքանչյուրիս համար։ Դրա համար եկեք խնդրենք, որ թող Տիրոջ կամքը լինի յուրաքանչյուրիս կյանքում։ Ժողովուրդ ջան, խաչի վրա ես այստեղ 3 հատված եմ վերցրել, երկուսը Ղուկասից, մեկը Մատթեոսից։ Չասեմ համարներով, բոլորս գիտենք այդ խոսքերը։ Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Ժողովուրդ, մենք կինոն տեսել եք, չէ՞, Հիսուսի տանջանքները։ Այսինքն կարդացել ենք, գիտենք, թե որ այդ պլետով խփում են, կաշին ոնց էր պոկվում այդ պլետի հետ։
Այսինքն պատկերացրեք այդ ցավերի մեջ, այդքան ճանապարհ անցնել, ոտքերն ու ձեռքերը մեխել, բարձրացնել այնտեղ, ու ամեն շունչ քաշելուց մահացու ցավ էր քաշում։ Պիտի բարձրանար, որ շնչեր։ Հիսուս մարդը ընդհանրապես մահանում էր խեղդվելուց խաչի վրա, ոչ թե ինչ ուրիշ բանից, այլ խեղդվելուց, որովհետև ընկնում էր այսպես, թոքերը չէր, պիտի բարձրանար, պիտի այդ ոտքերին ուժ տար, ձեռքերին ուժ տար, որ կարողանար բարձրանալ մի շունչ քաշեր։ Ես խեմ սենց պատմում, որ հասկանաք այս ցավերի մեջ միթե սա աստվածային չի։ Միթե սա Աստված չի, որ կարողանաս աղոթես այդ մարդկանց համար, որ քեզ հասցրել են այդ վիճակի։ Բայց մյուս տեղը կտեսնենք Աստծու մարդ լինելը։ Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Դե մի պահ կհասկանանք այս Աստվածների հետո ինչու ես թողել ինձ։ Այո, չմոռանանք, որ Հիսուս նաև մարդ էր, բայց իր մարդ լինելով ինքը այստեղ ժողովրդին ասաց գնացեք Սաղմոս 21-ը նորից անգամ այսօր թարգմանություններ կար, որ 22-ն էր, բայց իմաստը չի փոխում, խոսքը, որ այստեղ Սաղմոս 21-ն է կարդում, որ գնացեք տանը կարդացեք, էլի, որ այնտեղ գրված է իմ մասին, ինչ որ պիտի կատարվի, այն նույն ձևի, որ ձեռքերս պիտի ծակեն, շորերիս համար պիտի վեճ անեն, վիճակ գցեն, այս ամբողջը Սաղմոս 21-ն է, սրանով ասելով գնացեք կարդացեք ու համոզվեք, որ մարգարեությունը ինձանով կատարվեց։ Եթե ամբողջ Աստվածաշունչը չիմանանք, այս հատվածները չիմանանք, ու այսպես կարդանք, կարող է մի քիչ չհասկանանք, էլի, Հիսուս Աստված չէր, այս ինչ էր ասում, խինձ թողեցիր։ Դրա համար հասկանանք, որ այո, թե մարդկային կերպով, այո, մի պահը մենք էլ չենք անում այդպես, դժվար պահերին ասում ենք, շատ անգամներ, բայց Հիսուս այստեղ ես հակված եմ ավելի շատ, որ նա այնտեղ կանգնած բոլորին ասում էր, գնացեք Սաղմոս 21-ը կարդացեք։ Ղուկասի 23:46-ը Հայր քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին։ Այս խաչի վրա ժողովուրդ ջան, սա խաչի վրա կատարած Հիսուսի ամեն բառը, ամեն խոսքը պետք է շատ լուրջ մենք քրիստոնյաներս ուսումնասիրենք։ Որովհետև եսին վրա եմ պատկերացնում ու ոչ մեկի վրա չբերեմ, եսին վրա բերեմ։ Եթե ես լինեմ այդ վիճակում, որ իմանամ իմ վերջին ժամերն են, վերջին րոպեներն են, ես իմ զավակներին կասեմ ամենակարևոր բաները։ Ամենակարևորը, որ էլ ժամանակ չունես, էլի, գիրք գրես, 10 ասես տարեք կարդացեք, պիտի ընդամենը մի 7 նախադասություն ասես։ Ինչքան կարևոր ու նշանակալի պիտի լինի դրանք։ Ամենակարևորները։ Դրա համար եկեք ուսումնասիրենք խաչի վրա այդ Հիսուսի ասած բառերը։ Հայր, եկել է ժամը։ Չէ, սա արդեն Հիսուսի այն վերջին շաբաթում Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլուխը ամբողջ աղոթք է, Հիսուսի աղոթքն է։ Իմիջիայլոց Հիսուս ձեր բոլորի համար աղոթել է, դրա համար էլ մենք ստեղ ենք։ Բոլորի համար, մինչև այսօր աղոթել է, հեսա կարդամ։ Հայր, եկել է ժամը, փառավորիր քո որդուն, որպեսզի որդին էլ փառավորի քեզ։ Ես աղոթում եմ նրանց համար, ում դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ Ոչ միայն նրանց համար եմ աղոթում, այլ նաև նրանց համար, ովքեր հավատալու են ինձ նրանց խոսքերի միջոցով, որպեսզի բոլորը մեկ լինեն։ Մենք այստեղ բոլորս մեկ ենք։ Մենք ստացել ենք այդ հավատքը Հիսուսից մինչև այսօր։ Հիսուս մեր համար աղոթ է, հավիտենական աղոթքով, որ մեկ լինենք, որ հավաքվենք մեկտեղ։ Խորհուրդ կտամ այսօր գնալ տուն Հովհաննեսի 17-րդ գլուխը կարդալ։ Շատ խորը, շատ հավիտենական, շատ լուրջ աղոթք է։ Ոգևորվենք այս Հիսուսի արած աղոթով մեր համար։
լցվենք, զորանանք, շարժվենք առաջ, ազատվելով են ավտոբանի վրա վարորդներից։ Գրուսկոտ չանենք էլի հետո։ Ժողովուրդ ջան, Հիսուսի աղոթքները ցույց են տալիս, որ Հիսուս աղոթեց լիակատար հնազանդության, վստահության ու սերով լցված Աստծու հանդեպ։ Աղոթում էր որպես որդի, որ խոսում էր հոր հետ ոչ թե ձևական, ոչ թե պետքի համար, այլ ապրում էր։ Ամեն վարքյան աղոթքի մեջ էր, ամեն վարքյան Աստծու հետ էր, ամեն վարքյան առաջնորդություն պիտի ստանար Աստծուց։ Պիտի բաներ ստանար, ոնց անի, ոնց վարվի այդ շատ կարճ ժամանակում այս գործը որ արեց։ Եկեք մենք էլ, եթե մինչև հիմի այսպես չենք արել, հասկանանք, ուսումնասիրենք, սովորենք, աղոթենք, աղոթքի կյանք ունենանք, աղոթենք ոչ թե բառերով, աղոթենք սրտով, հավատքով, վստահությամբ, որտեղ առանց սրա աղոթք չի լինի եւ չվախենալ ամենաբարդ կյանքի իրավիճակներին, իմանալով, որ Տերը մեզ լսում է, որ Տերը մեզ հետ է։ Ժողովուրդ ջան, եկեք կանգնենք աղոթենք։ Տեր իմ, Հիսուս Քրիստոս, Աստծո որդի, գոհանում ենք քեզանից Տեր, գոհանում ենք ամեն վարքյանի համար, որ պարգևել ես մեզ, գոհանում ենք այն շնորհի համար, որ կարող ենք քո ներկայության մեջ գտնվել, կանգնել եւ խոսել քո խոսքի շուրջ Տեր։ Հիսուս Քրիստոս, խնդրում ու աղաչում եմ Տեր, սովորեցրու մեզ աղոթել, ինչպես քո աշակերտները Տեր քեզ ասացին, ես էլ եմ դիմում, սովորեցրու քո եկեղեցուն աղոթել Տեր։ Խնդրում եմ Տեր, տաս մեզ այն շնորհը, տաս մեզ այն իմաստությունն ու գիտությունը, որ կարողանանք աղոթքի ժամանակ փոխվել, այլակերպվել, ազատվելով մեր մեղքերից Տեր։ Ազատվելով արյուն թափելու չափ պայքարենք այդ մեղքերի դեմ, Հիսուս Քրիստոս։ Խնդրում եմ Տեր, հպվես քո ժողովրդին Տեր։ Այսօր, այստեղ, հենց հիմա Տեր, բոլորի սրտերի հետ խոսես Տեր։ Տաս այն աղոթելու իմաստությունը, այն աղոթելու գիտությունը Տեր, կարողանանք շփվել քո հետ, կարողանանք խոսել քո հետ եւ կարողանանք քեզանից ստանալ այն, ինչը մեզ հարկավոր է, հավիտենության համար։ Տեր Հիսուս, թող ամեն մեր խոսքով, ամեն մեր մտքով եւ ամեն մեր գործով փառավորվի միայն քո անունը Տեր, Հիսուս Քրիստոս, Հայր որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Ժողովուրդ ջան, եղեք օրհնված։